Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Կուզեի շատ կարճ անդրադառնալ այն իրավական աբսուրդին, որ տեղի ունեցավ երեկ, մասնավորապես Մասոտնյաց թեմի նախկին առաջնորդի կողմից իրեն պաշտոնից ազատելու հետ կապված որոշումը դատարան բողոքարկելու վերաբերյալ հայց ներկայացնելու մասով։ Սա կլասիկ իրավական աբսուրդ է, մի հարց, որը ամբողջությամբ գտնվում է եկեղեցու հոգևոր տիրույթում, հոգևոր ծառայության տիրույթում, չի կարող դիտարկվել աշխատանքային իրավական հարաբերություն, քաղաքացիական հարաբերություն, սա ոչ միայն այդ arczepiskopos-ի կողմից իր սանի, իր հոգևոր ծառայության տոտալ կատարյալ արժեզրկման մասին է խոսում, եթե ինքը դիտարկում է իրեն պարզապես եկեղեցու աշխատող, եկեղեցուն էլ գործատու, այլ նաև խոսում է այն մասին, որ այս երկրում այլևս խոսել իրավունքի օրինականության, իրավական պետության մասին պարզապես զավեշտալի է։ Այս երկրում նման քայլերով համանման դատավորները ոչնչացնում են, պարզապես ոչնչացնում են իրավագիտությունը, իրավունքը, օրինականությունը, պետությունը դարձնելով, ասենք, միջնադարյան մի ինչ-որ կառույց, որտեղ ամեն ինչ թույլատրելի է, ամեն ինչ, այն ինչ որ կցանկանա, բռնապետ է տվյալ պետության։ Մենք հիմա ականատես ենք լինում նման գործընթացի։ Այդ հարաբերությունները երբեք չեն կարող դիտարկվել որպես քաղաքացիական իրավական, աշխատանքային իրավական, Ինչի մասին է խոսքը։ Եկեղեցին միայն կաթողիկոսը չէ, եկեղեցին շենք չէ, իրավաբանական անձ չէ պարզապես նման հարաբերություններում, Եկեղեցին, հոգևոր առումով դա հայրապետն է, arczepiskopos-ները, եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները, ողջ հոգևոր դասը, հոգևոր ծառայություն մատուցող, հոգևոր ծառայություն իրականացնող այդ դասը, դա ծառայություն է։ Նույնիսկ ուժային մարմիններում ծառայությունը դիտարկվում է աշխատանքային հարաբերություններից անջատ գլոբալ առումով, որոշակի բացառություն հաշվի չառնելով։ Եկեղեցին քաղաքացիական, աշխատանքային իրավական հարաբերությունների մեջ է մտնում միայն աշխարհիկ անձանց հետ։ Օրինակ, եթե խոսքը գնում է եկեղեցու եւ եկեղեցում աշխատող հավաքարարի, հաշվապահի, մամլոյցառայության պետի, չգիտեմ, մամլոխոսնակի մասին, իրավաբանի մասին, ֆինանսիստի մասին, որոնք համապատասխան գործունեություն են իրականացնում։ Այս դեպքում միայն կարելի է դա դիտարկել որպես աշխատանքային իրավական հարաբերություններ։ Ինչ ասենք թատրոն եք իրավական սարքում, պարոն Այք։ Սա ոչ միայն Սահմանադրության 17-18-րդ հոդվածների պարզապես ասենք փոշիացում ու ոտնահարում է, սա մարդու իրավունքների եվրոպական դատարանի 9-րդ հոդվածի պահանջների տոտալ անտեսում է եւ ոտնահարում։ Սա Եվրոպական կոնվենցիայի պահանջները եւ Եվրոպական կոնվենցիայի պահանջն է ոտնահարում եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դատական ակտերով առաջ քաշած այդ ասենք դատական նախադեպը ամբողջությամբ տեսում եւ դարձնում է 0, կարելի ասել։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ունենք նախադեպային նման որոշումներ Եվրոպական դատարանում մարդների, երբ որ խոսքը գնում է եկեղեցու եւ օրինակ դեպք կար կաթոլիկ եկեղեցու եւ այդ երաշտական գործիքը օրգանը նվագողի միջև նման դատական վեճի
քննարկման արդյունքում կայացած դատական ակտի ու իրավական նախադեպի մասին։ Նման հարցեր քննարկվել են, բայց երբևիցե աշխարհի որևէ մի կետում եկեղեցու բարձրաստիճան սպասավորը չի դիտարկվել որպես այդ եկեղեցու հետ, այդ կրոնական կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ։ Ինչ աբսուրդ է վերջնական որոշել են ոչնչացնել եկեղեցին, կազմալուծել, որոշել են, իհարկե չի ստացվի, որովհետև եկեղեցին շատ արհավիրքների միջով է անցել։ Ասենք Լենք Թեմուր տեսած եկեղեցին հաստատ մի Նիկոլի կդիմանա, այլ է։ Ինչ վերաբերում է այս բարձրաստիճան հոգևորականներին, նույն դեպս մեկին անդրադառնամ, այս անձն ամբողջությամբ արժեզրկել է իր հոգևոր սանն ու կոչումը։ Եթե մի փոքր գիտակցեր դրա արժեքը, երբևիցե այս քայլին չէր գնա։ Եթե նա եկեղեցուն դիտարկում է որպես գործատու, իրեն էլ աշխատող, որը բողոքարկում է կաթողիկոսի որոշումն իրեն իր պաշտոնավորումը դադարեցնելու վերաբերյալ, ինքը պարզապես սովորական կլերկ է։ Իհարկե ես չեմ դա որոշողը բալառումով, բայց կարծում եմ նման անձի համանման քայլերին իմ տրամաբանությամբ պետք է հետևի նրա շուտապույտ կարգալուծությունը։ Ինչ վերաբերում է դատական ակտին, որ միջանկյալ, այդ միջանկյալ որոշմանը, որ կայացվել է, ամբողջությամբ անօրինական, անարդար դատական ակտ է։ Չեմ կարծում, որ կա որևէ իրավաբան այս երկրում, որ չի գիտակցում, որ այդ հարաբերությունները հոգևոր ծառայության, եկեղեցու հոգևոր կյանքին վերաբերող հարաբերությունները երբեք ու երբեք չեն կարող դիտարկվել որպես աշխատանքային իրավական հարաբերություններ, որ հələ մի հատ էլ հայցի ապահովման միջոց կիրառվի ու կասեցվի այդ որոշումը։ Դատավորը կասեցնում է կաթողիկոսի որոշումը եկեղեցու հոգևոր կյանքին վերաբերող, ըստ եւ սահմանադրական կարգի ողջական տապալումն է արկա։ Եվ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ արկա են իմ կարծիքով, ու օրը կգա, երբ որ մենք կունենանք իրական իրավական պետություն, կարծում եմ այս հարցերին անդրադարձ պետք է կատարվի։ Արդյոք արկա է այստեղ ակնթայթ անարդար դատական ակտի կայացում։ Արդյոք այս գործընթացները ամբողջական շղթա չեն կազմում 209-րդ հոդվածով սահմանված 209-րդ հոդվածի դիսպոզիցիայով սահմանված այդ քրեորեն պատժելի արարքի։ Կարծում եմ, իմ կարծիքով, խոնար շարքային իրավաբանիս կարծիքով այս արարքները արկա են։ Մնացածը ժամանակը ցույց կտա, հաստատ համոզված եմ, օրը կգա մենք կունենանք իրավական պետություն, ու իրավաբանները եւ դատավորները այս հարցերին, բոլոր այս հարցերին կանդրադառնան։ Շնորհակալություն, Աստված ձեզ պահապան։